Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Բոլոր ժամանակներում ամենակարևորը կարողանալ ընդգծել եզակիությունը։ Ասում են կնոջ համար, առհասարակ մարդու համար սա իրականում ամենակարևորն է, որովհետև մարդը միշտ ուզում է տարբերվել։ Չէ՞ որ աշխարհում իր ճակատագրով, երջանկության ընկալմամբ, ամեն ինչի մեջ գեղեցիկը տեսնելու հատկությամբ մարդիկ իրականում շատ տարբեր են։ Միշտ կարևոր է եւ մեզ համար իրականում գնահատելի է, երբ մենք հնարավորություն ենք ունենում զրուցել մարդկանց հետ, ովքեր կարողանում են տարիներ շարունակ հենց զբաղվել այս գործով, ընդգծել մարդկանց, ընկերությունների, կերպարի, ինչպես ասում են, եզակիությունը։ Առհասարակ մեր ժամանակներում շատ կարևոր է, որպեսզի հասկանաս, որ խնդիրը լուծելու համար ուր պետք է դիմել, ում պետք է դիմել եւ ինչպես գտնել մարդու, ով ոչ միայն իր ասպարեզում պրոֆեսիոնալ է, այլև իր տեսակով մոտիվացնող, նուրբ առանձին մի երանգ, մի էներգիայի, ինչպես ասում են, փոխազդեցության մաս կա, որը իրականում մեզ համար ավելի հեշտ է դարձնում համագործակցությունը մարդկանց հետ, ովքեր իրենց շուրջը կարողանում են դրականը տարածել։ Այսօր մենք իրականում շատ հետաքրքիր հյուր ունենք, որովհետև ուղղությունը, որի մասին խոսելու ենք, ինքնին շատ հետաքրքիր է, մեր փոքր օրերը կարող է մեծ տոնի վերածել, մեր փոքր առանձնացող հատկությունները կարող է այսպես ընդգծել, բացի դրանից մարդիկ, ովքեր իրենց նուրբ խոսքով, ճաշակով, տեսակով կարողանում են ու կարողացել են տարիներ շարունակ ամեն ինչի մեջ տեսնել գեղեցիկը եւ բոլորի համար տեսանելի դարձնել։ Այս պահին ուզում եմ սիրով Elroom-ում նաև ձեր անունից ողջունել համակարգչային ասեղնագործության մասնագետ AK Design ընկերության համահիմնադիր Կարինե Գասպարյանին։ Կարինե, շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որ առիթ ունենք հանդիպելու։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Կարինե, շատ հետաքրքիր է, դուք այսպես համեստ, հանդարտ, նուրբ, բայց ըստ էության շատ արագ կողմնորոշվել եք, որտեղ է, որ դուք ձեզ ավելի վստահ եք զգում։ Ձեր առաջին մասնագիտությամբ հաշվապահ եք, պոլիտեխնիկական համալսարան եք ավարտել, երկրորդ մասնագիտությամբ հագուստի մոդելավորող տեխնոլոգ։ Մի քիչ դժվար հարց է, որովհետև միշտ զուգահեռ տարիների ընթացքում ես երկու մասնագիտությամբ էլ աշխատել եմ ու ինձ համար միշտ դժվար է եղել ընտրություն անել կոնկրետ մեկով։ Մինչև վերջի 5 տարին է, որ հաշվապահ չեմ աշխատում, մինչև այդ կարելի ասել միշտ զուգահեռ աշխատել եմ։ Ուղղակի արդեն ըստ պատվերների քանակով պայմանավորված արդեն աշխատանքը շատ էր ծանրաբեռնվել։ Իմ ֆիրմայի հաշվապահությունը դեռ ես ինքս եմ վարում։ Դուք եք վարում, այո։ Շատ մաթեմատիկան միշտ երևի բոլոր այսօր տարիների ընթացքում շատ սիրել եք, ես հասկացա, որ դեռ դպրոցական, հա, տարիներից, եւ ձեր մաթեմատիկայի ուսուցչի խորհրդով եք ընտրել հենց հաշվապահությունը որպես մասնագիտություն։ Այո, բայց նաև այստեղ գենետիկան, ինչպես ասում են, մեծ դեր է խաղացել։ Ձեր մայրը շատ պրոֆեսիոնալ դերձակ է եւ փոքրուց կարծես դուք տեսել եք, հա, այս մթնոլորտում մեծացել եք։ Այո, շատ ժամանակ մայրիկս տանն էր հենց կարում։ Տեսնելով այդ ամեն ինչը, ես փոքրուց հենց ինձ համար հագուստներ էի կարում։ Կտորները փոփոխում կամ իմ հագուստներն էի փոփոխում ու նոր տեսք հաղորդում դրանց։ Հետո ընթացքում արդեն որոշեցի, որ պետք է հագուստի դիզայներ մոդելավորող դառնամ։ Որպես մոդելավորող տեխնոլոգ նաև քոլեջում մասնագիտացված դասընթաց եք անցել։ Այո։ Ճիշտ է, որ ավելի պրոֆեսիոնալ մոտենաս յուրաքանչյուր աշխատանքին։ Այդ դեպքում ավելի բարձր լավ արդյունքների կհասնես։ Սիրում եք ամեն ինչի մեջ պրոֆեսիոնալիզմը։ Փորձում եմ։ Փորձում եք։ Երևի հենց սա է պատճառը, այստեղ է թաքնված գաղտնիքը, որ AK Design ընկերությունը ըստ էության պատվիրատուների շարքը անընդհատ մեծանում է եւ ամենահեղինակավոր, հա, եւ հյուրանոցներ, ռեստորաններ, մասնագիտացված այս կենտրոնները պատվիրում են նաեւ իրենց համազգեստները պատվիրում են։ Համազգեստները իրենց լոգոներով ասեղնագործված։ AK Design-ը դուք հիմնել եք ձեր եղբոր հետ։ Այո։ Բայց ըստ էության այս գործով ամբողջությամբ զբաղվել են ձեր ծնողները եւ այդ մեքենան հենց ձեր հայրն է գնել։ Այո, 2009 թվականն էր, հայրիկս որոշեց այնպիսի ֆիրմա հիմնադրել, որ կտարբերվի, որոշ շատ մարդիկ չեն կարողանա, մանավանդ այն տարիներին շատ դժվար էր եւ սարքավորումներ ձեռք բերելը ընդհանրապես
հատուկ մասնագետ ենք հրավիրել մեզ մոտ, որ մեզ սովորացնի, որովհետև այդ ժամանակ մենք դպրոցում էինք դեռ սովորում։ Սովորեցրեց, հետո արդեն տարիների ընթացքում ամեն օր սովորում եմ, զարգացնում եմ, նոր տեխնոլոգիաներ են առաջանում, ամեն օր նոր բան է փոխվում, դու պետքա ըստ դրան համահունչ առաջ գնաս։ Այսինքն, բայց պիտի սիրես, որ կարողանաս այս ասպարեզում ամեն օր նոր բան կարող է լինել, որ դու այդ ամեն ինչը ուսումնասիրես, խորանաս, հետո սկսեցիք դուք այսպես ավելի շատ խորությամբ ուսումնասիրել։ Իհարկե, ամեն ինչ, եթե գործդ սիրում ես, աշխատանքդ սիրում ես, առաջ կգնաս։ Այո, հետո փաստորեն ձեր եղբայրն էլ միասին որոշեցիք հիմնել արդեն AK Design այս ընկերությունը։ Այո, եղբայրս հետ միասին, ինքը իրավաբան է, ուղղակի ինձ օգնելու նպատակով, մի քիչ ճիշտն ասած դժվար է որպես աղջիկ բիզնես հիմնելը։ Այո։ Խնդիրներ են սկզբնական հատվածում առաջանում։ Որոշեց ձեր կողքին լինել, օգնել, որ հիմնի։ Բայց արդեն հիմա այս տարիների ընթացքում իհարկե AK Design-ը արդեն հայտնի է ոչ միայն բոլոր նրանց, ովքեր ես ասպարեզում, այսինքն նոր բիզնեսներ, բնականաբար լոգոտիպով, ես գիտեմ, որ զինվորական համազգեստի վրայի, այդ աստղերը եւ այլն գործունեության նաեւ ուղղություններն եք մեծացրել։ Այո։ Շատ ենք ընդլայնել, սկզբնական հատվածում հիմնականում այդ շևրոններն էր, բայց ինձ ավելի հոգեհարազատ է ստեղծագործական աշխատանքներ, որ ամեն օր նոր բան ստեղծես, ու կամաց արդեն ընդլայնվեցինք ուրիշ ճյուղեր, ավելի շատ ես նախընտրում եմ տարազներ ասեղնագործել, մեր հայկական նախշերով հագուստներ պատրաստել։ Այսինքն հատուկ զարդանախշերը նաև ուսումնասիրում եք։ Այո, ճիշտն ասած, այդ ամեն ինչը սկսվեց, եղավ առաջարկ մեր հայ առաքելական եկեղեցուց, որպեսզի իրանց հագուստները վերանորոգվեն։ Այդ աշխատանքից սկսվեց ամեն ինչ, նախշերի, որ սկսեցի ուսումնասիրելը, երկար տարիներ հիմնականում ոնց որ եկեղեցական հագուստներ ասեղնագործեի, մի քիչ շատ բարդ էր, դա մանավանդ այն ժամանակ այդ մեքենա սարքավորումների ասենց մոզաիկայի նման էինք հավաքում, դե պատկերացրեք 3-4 մետր կտորը ընդհանուր պետք է ասեղնագործվեր այդ նախշերը։ Դա մի քիչ դժվար էր, բայց շատ հետաքրքիր էր ու այդ ինձ ավելի հոգեհարազատ էր։ Սիրում եք ստեղծագործել։ Այո։ Ես գիտեմ, որ շատ հետաքրքիր, նաև շատ տարբերվող են առիթ ունեցել եմ ինքս էլ տեսնելու, թեկուզ անհատական պատվերները, հա, սկսած կանունքի հետ կապված, այդ ասեղնագործությունը մինչև մարդկանց անհատական առիթների, երեխաների հետ կապված այս բոլոր նաև ստեղծագործում եք, այսինքն դուք առաջարկում եք ինչ կարելի է անել, ոչ միայն պատրաստ բերած տարբերակներն եք։ Իհարկե, հաճախորդի հետ զրուցում եմ, փորձում եմ հասկանալ ինչ է նա ցանկանում, տարբերակներ ենք առաջարկում, ընդհանուր հայտարարի գալով նոր դիզայն ենք պատրաստում։ Կարինա, իսկ հիմա փաստորեն հիմա արդեն AK Design-ը նշեցիք, որ ընդլայնել է 0-ից արտադրում եք շապիկներ, հա, անդրավարտիկներ, վերնաշապիկներ, այսինքն ամեն ինչ դուք տեղում կարում եք եւ կարող եք նաեւ այդտեղ լրացումներ անել, ասեղնագործել։ Ասեղնագործություն ընթացքում է դա կատարվում, ոնց որ process-ը այդպես է, որ նախքան կարելն է ասեղնագործվում, նոր կարվում, այդպես ավելի ճիշտ է։ Ու ընդհանուր ես ավելի շատ ցանկանում եմ, որ մեր առօրյա հագուստներում մեր հայկական նախշերը շատ լինեն, ավելի տարբերվող կլինեն, ընդհանրապես սփյուռքահայերն են դրանք շատ գնահատում, բայց կուզեի մեր երևանցի, մեր հայերը այստեղի շատ կրեին դրանք։ Իրականում դրսից փաստորեն պատվերներ ունենում եք նաև on-line։ Այո, Instagram-յան էջով կամ ծանոթների շատը ծանոթների միջոցով, WhatsApp կամ Instagram-յան էջով գրում են, կզանգահարում,
արդեն կազմակերպում ենք։ Այո, իսկ այստեղ այդ առավելությունը միայն չունեն, չէ՞, որ իրենք կարողանան եւ հագուստները ընդհանուր պատվիրել։ Չէ, այդ դեպքում երևի ավելի շատ պատրաստի արտադրանքն են գնում կամ ինչ որ փոփոխություններ է կատարվում ըստ իրանց ցանկության։ Պատրաստի արտադրանք նույնպես ունեք ցուցադրված, հասցեներով համարը տեսնում են հիմա, պատրաստի ինչ արտադրանք կա ցուցադրված այս պահին, օրինակ ինչն է, որ կարելի է այդպես ուղակի մտնել, գնել։ Շապիկներն են, մեր Ազնավուրի նվիրված շապիկներ եմ թողարկել, անցած տարի Փարաջանովին նվիրված շապիկներ նույնպես արտադրեցի։ Ներկա պահին արդեն աշխատում եմ Մետաքսա եւ Լիոնի շապիկներ, վերնաշապիկներ տղամարդկանց եւ տաբատներ, տեսնենք ինչպես կստացվի։ Այո, իսկ ինչպես եք մտածում, ինչ կարելի է անել, այ պահանջարկը նշանակություն ունի, թե ուղղակի դուք ստեղծագործում եք այդ արվեստի մասն է ձեզ համար կարևոր։ Արվեստի մասը, չէ։ Ահա։ Չգիտեմ, միանգամից գաղափարը գալիս է ու ասենց հենց այդ պահին ուզում եմ շատ շտապ այդ իրագործեմ։ Մուսան երբ որ գալիս է, վերջ, ուզում եմ, չգիտեմ, որ ժամը լինի, դա իրագործում ես։ Պիտի իրագործես, ահա։ Իսկ կապ ունի, որ օրինակ եթե պատվիրատուն, ասենք զանգում են այս հեռախոսահամարով տեսնում են կամ ասենք կապվում են ձեզ հետ ձեր էջերի միջոցով, կապ ունի իր հետ կոնտակտ, այ ամեն դեպքում նույնիսկ օնլայն կոնտակտի ժամանակ, չէ, էներգիան զգում ես։ Իհարկե, լինում են շատ պատվերներ, որ ցանկանում ես այդ մարդու հետ աշխատես, նույնիսկ հետագայում համագործակցությունը լինում է դիմացինի էներգիան, դիմացինը շատ կարևոր է։ Փաստորեն այստեղ նաև սրբիչներ, հա, կնունքի եւ հատուկ արարողությունների համար անհատական պատվերներ։ Ես գիտեմ, որ այստեղ էլ շատ այսպես նուրբ մոտենում եք, ինչ վերաբերում է ժամկետներին։ Ամենասեղմ ժամկետներով իրականացնում ենք, բայց դա շատ ինդիվիդուալ է, կախված թե ինչ քանակության, ինչ բարդության աշխատանքներ են։ Մոտավորապես տարազները կամ հարսի շորերը դրանք մի քիչ երկար աշխատանքներ են, որտեղ մինչև դիզայնն ես պատրաստում, հետո համաձայնության լինումա, որ ինչ-որ դետալներ է փոփոխվում, դա մի քիչ երկար ժամանակ է պահանջվում, իսկ մնացածը շատ սեղմ ժամկետներում։ Ահա, փաստորեն հարսանյաց հագուստել եք։ Այո։ Ահա, ես գիտեմ, որ կնունքի նաև աղջիկ երեխաների շատ գեղեցիկ մկրտության ոչ միայն այդ աքսեսուարները, այլև շորիկները։ Մանավանդ կնունքի պարագաները, շորերը լրիվ զրոյից մեզ մոտ է կարվում։ Ես գիտեմ, որ նաև այդ ձեր նույնիսկ հոբիները, նախասիրությունները, ամեն ինչ կապված է նորից արվեստի հետ։ Գիտեմ, որ նաև այն ժամանակ, երբ զբաղվածությունը թույլ է տալիս, այսպես շոկոլադով հրաշքներ եք պատրաստում։ Փորձում եմ, այո։ Ինչ կապված է շոկոլադի հետ, սալիկներ են պատրաստում, շատ ակտուալ է ներկա պահին Դուբայի շոկոլադ։ Այո, Դուբայի շոկոլադ ասվածը, դա էլ եք պատրաստում։ Այսինքն դուք սիրում եք, որ գեղեցիկ եւ համեղ։ Այո։ Ահա, իսկ առհասարակ խոհանոցում սիրում եք լինել, համեղ եք պատրաստում, ես հասկացա, որ այո, նույնիսկ հանգստանալու միջոց է ինձ համար պատրաստելը, որովհետև ստեղծագործում ես այդ առօրյայից կտրվում ես, ինչը որ սիրով եմ անում, լավ է ստացվում։ Ահա, Կարինե, այ շատ հետաքրքիր բան ասացիք, ինչը որ սիրով եմ անում։ Ես հասկացա, որ մասնագիտությունն էլ, չնայած ձեր առաջի մասնագիտությունն էլ դուք սիրել եք, որտեղ ինչպես նշեցիք, մաթեմատիկան շատ սիրելի է եղել եւ հաշվապահի մասնագիտությունն էլ, բայց ամեն դեպքում հասկացել եք, որ այստեղ դուք ձեզ ավելի լավ եք զգում ու սկսել եք այստեղ ավելի շատ ժամանակ, հա, ծախսել, սա է դարձել կարծես հիմնական ավելի, համենայն դեպս այս փուլում մասնագիտություն։ Առհասարակ, ինչպես եք ձեր ժամանակը պլանավորում, տնօրինում եւ ինչքանով է կարեւոր, երբ մարդը ինքը իր սիրած գործով է զբաղվում, այս դեպքում ասում են, որ նույնիսկ չի հոգնում։ Այո, կա այդպիսի բան։ Ահա։ Նույնիսկ կար ժամանակ, որ շատ ժամանակ է տրամադրում իմ աշխատանքին։ Ահա։ Եղել է օրեր, որ շատ ուշ ժամի, նույնիսկ մինչև լուսաբաց աշխատել եմ։ Ահա։ Եվ ճիշտ է,
մի քիչ էլ խանգարում է, որովհետև ավելի շատ եմ նվիրված աշխատանքից, որոշ հարցերում խանգարում է։ Այ ռեստորանային, պարագաների, հյուրանոցային, հագուստի համազգեստների մասին խոսեցինք, այստեղ շատ ստեղծագործական չի, բայց այստեղ էլ պատասխանատվությունն է մեծ։ Ձեզ վստահում են եւ սիրում են ձեզ հետ համագործակցել, որովհետեւ դուք շատ ճշգրիտ եք, ամենայն դեպս ձեր գործընկերները փաստում են, որ շատ ճշգրիտ եք աշխատում։ Այո։ Պետք է շատ ճշտապահ եւ ամեն մի մանրուքին շատ ուշադիր լինել, որպեսզի լինում են շատ խնդիրներ, տեխնիկայի, ավտոմատ ամեն ինչ, խնդիրները անխուսափելի են, բայց պետք է շատ ճիշտ այդ ամեն ինչը վերացնել, շտկել, որպեսզի հաճախորդը շատ գոհ մնա քեզանից ու նորից պատվերներ կատարի ու հիմնականում մեր հաճախորդները հիմնական գործընկերները երկար տարիներ է որ համագործակցում ենք։ Տեխնիկա է լինում է, ինչ որ մի բան այնպես չի ստացվում, հա, ինչ որ դժվար իրավիճակ է լինում, կարող է միշտ լինում են այդ բարդություններ, խնդիրներ։ Այ ինչպես եք հաղթահարում եւ ես գիտեմ, որ դուք այսպես հանդարտ, բայց համառ մինչև վերջ գնացող ձեր տեսակով չհանձնվող եք։ Ես շատ ժամանակ աշխատակիցներին ասում եմ ոչ թե կարևոր է թե ճիշտ կատարես, այլ այդ սխալը ինչպես շտկես։ Ամենակարևորը դա է, որ ամեն մի իրավիճակում ճիշտ լուծում տաս։ Իսկ մեծ է թիմը աշխատող։ Ոչ այդքան։ Հիմնականը ընտանեկան է, ծնողներս են շատ օգնում։ Կարինե, նշեցիք, որ դժվար էր ամենասկզբում հիմնել, հա, բիզնեսը կնոջ համար, երիտասարդ, գեղեցիկ կնոջ համար իրականում է դժվար է այսքան ամեն ինչը ուսերին վերցնել, բայց համաձայն եք, որ կանայք, եթե կարողանում են ծրագրել հստակ քայլերով, շատ բան կարողանում են անել։ Իհարկե։ Եթե կինը ինչ-որ մի բան ցանկանում է, հասնում է իր նպատակին։ Հիմա կանայք մեր ժամանակներում մի քիչ փոխվել են, հա, շատ ավելի այսպես կազմակերպված, հստակ ծրագրերով, հանդարտ իրենց քայլերն անող կանայք։ Ինչն է ըստ ձեզ, եթե դուք շատ երիտասարդ եք, բայց մի քանի տարի առաջ ու հիմա, հա, եթե համեմատենք, ինչն է փոխվել ըստ ձեզ։ Հիմա արդեն հնարավորությունները շատ են։ Բացի դա հասարակությունն էլ արդեն շատ ընդունում, որ նույնիսկ կանայք ավելի ուժեղ են, քան շատ հարցերում։ Հաղթահարելու չէ նաև։ Իհարկե։ Իսկ ինչ վերաբերում է օրինակ ազատ ժամանակը, գիտեմ, որ շատ է զբաղվածությունը, ազատ ժամանակ քիչ եք ունենում, բայց ինչպես եք սիրում անցկացնել, ոնց եք լիցքաթափվում, լիցքավորվում։ Յոգայով եմ զբաղվում, ընկերների հետ անցկացնել եւ շատ է օգնում ճամփորդելը։ Հա, սիրում եք ճամփորդել։ Այո։ Իսկ յոգայով ինչպես որոշեցիք, այսինքն փորձեցիք եւ ձեզ դուր եկավ։ Ավելի շատ կարողանում ես ինքդ քեզ կառավարել, սովորում ես ինքդ քեզ մտքերդ կառավարել, դա օգնում է ինձ, յոգան ինձ օգնում է։ Երբևէ մտածել եք, եթե օրինակ շատ վաղուց այսպես մտածեիք, ձեր կյանքում ինչը ուրիշ կերպ կանեիք։ Ավելի համարձակ կլինեի այն ժամանակ ու ավելի այս process-ը այսքան երկար չէր տևի, ավելի շուտ ավելի բարձր արդյունքների կհասնեի։ Այ շատ հաճախ մեզ մոտիվացիան իրականում դուք շատ լավ գիտեք, շատերի հետ եք նաև առիթ ունենում, Կարինե, շփվելու մոտիվացիայի պակաս կանայք ունեն։ Այ ինչքանով է կարևոր գտնեն այն ոլորտը, որտեղ որ իրենք շատ ավելի ինքնավստահ կլինեն եւ կմոտիվացվեն, այսինքն կհասկանան, որ այդտեղ իրենք կարող են։ Ես ավելի շատ մոտիվացվում եմ մարդկանցով, արվեստ ուսումնասիրելով, ճամփորդելով, միանշանակ բանաձև չկա, ամեն մեկ պետք է գտնի իրանը, թե ինչն է իրեն մոտիվացնում, ինչն է իրան էներգիա տալիս, հասարակ կարող է մարդկային շփումից դու մոտիվացվես կամ մեկ ուրիշը ճամփորդելով է մոտիվացվում։
Ինչ որ փոքր բանից է դու կարող ես էներգիա ստանալ։ Այո, փոքր բաները։ Մենք շատ հաճախ չենք գնահատում։ Այ մեզ թվում է, թե մեծ ինչ որ բաներ պիտի լինեն, այդ դեպքում ես երջանիկ կլինեի, բայց այդ փոքր ինչ որ մի բան, որ էս պահին քեզ ուրախ է դարձնում, երջանիկ է դարձնում, մենք դա չենք գնահատում, չէ՞։ Այո։ Պետք է ամեն մի պահ գնահատես ու երբ որ դու գնահատում ես, դու քեզ երջանիկ ես զգում։ Քեզ երջանիկ ես զգում։ Ասենք երբ ունենում եք օրինակ պատվերներ, հա, դժվար է, ժամկետները քիչ են եւ այլն։ Տպավորություն է, որ արդեն ուժ չունեք, հոգնած եք։ Ինչպես եք, որն է այն ձեր մեկ բառը կամ միտքը, որ ասում եք, ոչ, ես կարող եմ ու սկսում եք ստեղծագործել։ Տվյալ աշխատանքն է ինձ մոտիվացնում այդ պարագայում։ Ահա։ Երբ որ ինձ դուր է գալիս, ես ուզում եմ դա անել, միանգամից էներգիայով եմ լցվում ու սկսում եմ աշխատել։ Հրաշալի է։ Իսկ օրվա որ ժամին եք ավելի շատ սիրում աշխատել։ Գիշերը։ Ես գիշերային մարդ եմ։ Գիշերային, այսինքն ստեղծագործական այս բոլոր այս մտքերը ավելի շատ գիշերն են գալիս։ Շատ լավ, փաստորեն յոգայով եք զբաղվում, ինչ վերաբերում է առօրյա, հա, խնամքին, ձեզ տրամադրված ժամանակին, երբ եք կարողանում ես գտնել այս ժամը։ Իմ առօրյան շատ բուրն է։ Ահա։ Ամեն րոպե սենց գրաֆիկով, սենց գրաֆիկս կազմած, ըստ գրաֆիկի շարժվում եմ։ Եվ իմ բնավորությունից է կախված, որ ամեն ինչ կարողանում եմ հասցնել։ Ահա։ Բայց սիրում եք պլանավորել։ Այո, առանց պլանավորելու չի ստացվում։ Չի ստացվի։ Բայց եթե նույնիսկ անձնական եւ այլ, այսինքն ձեր օրն էլ եք սիրում պլանավորել, որպեսզի արդյունավետ լինի։ Մենք ընթացքում մի քանի այսպես ֆոտոներ տեսանք AK Design ընկերության համակարգչային, հա, ասեղնագործության եւ այսպիսի հրաշալի այս մոդելները, նաեւ ինչու ոչ հենց ձեր ընկերության կարած, հա, ամբողջական հագուստը, այստեղ կա ոչ, որը կարող է ընդգծել իսկապես եզակիությունը եւ գիտեմ, որ կարին է նաեւ դուք ձգտում եք նաեւ դասընթացներ կազմակերպել, ընդ որում նախնական զրույցի ժամանակ նշեցիք, որ կարևոր առաքելություն եք ձեզ համար այսպես այս պահին արդեն սահմանել անվճար դասընթացներ փոքրիկների համար։ Ինչ է սա նշանակում։ Այս ամեն ինչը եկավ Արցախյան պատերազմից հետո, որ որոշ կանանց սովորեցրեցի, պահ եղավ, որ ավելի շատ կցանկանայի փոքրիկներին, որ մեր արվեստի հետ ավելի մոտ լինեն, այո, ընդհանուր մեր մշակույթին, որովհետև հիշում եմ Իտալիայում գիդը ասեց դուք ավելի հին ազգ եք, ավելի հարուստ մշակույթ ունեք, բայց չեք կարողանում ճիշտ ներկայացնեք։ Այո։ Մի քիչ ցավալի էր դա, ավելի շատ կցանկանայի, որ մենք մեր պատմությունը ավելի ամբողջ աշխարհին տարածենք։ Փորձենք ինչ որ չափով համ հասանելի լինի, համ Այո, դա կիրառական արվեստը ամենաուղիղ ձևն է պատմությունն ու մշակույթը ներկայացնելու։ Այսինքն փաստորեն ինչ ասեղնագործություն, հա, գորգագործություն, նկարչություն, մասնագետները կան, խոսել եմ, մնում է տարածք փնտրելը, մի քիչ այդ առումով ֆինանսապես մի քիչ պետքա շատ աշխատեմ երևի թե որ կարողանամ ինքնուրույն այդ ամեն ինչը կազմակերպել կամ չգիտեմ կամ հովանավորներ գտնեմ։ Այսինքն մարդիկ եթե լինեն, ովքեր կարող են տրամադրել, դուք պատրաստ եք, ամբողջ մասնագիտական թիմը պատրաստ է, որպեսզի աշխատեք եւ փոքրիկներին անվճար սովորեցնել գորգագործություն, նկարչություն, հա, ասեղնագործություն։ Դուք սիրում եք երազանքներ ունենալ, բայց դրանք նաեւ արագ նպատակների եք վերածում։ Փորձում եմ, այո։ Այո, սիրում եք նպատակների, այստեղ ժամկետներ դնել ու իրագործել։ Դե ներկապահին այդ նպատակը դեռ ժամկետ չունեմ, որովհետև մի քիչ դժվարություններ կան իրագործելի, այո, հիմա։ Բայց առհասարակ սիրում եք այսպես ծրագրերը իրականացնել։
Շատ լավ բառ ասաց, կուզեմ որ շտապ լիներ։ Պետքա կողնորոշվել, որ ճիշտ պլանավորել ու գնալ առաջ։ Շնորհակալ եմ շատ։ Կարինե, շատ հետաքրքիր է։ Դուք այսպես չեք սիրում շատ երկար բառեր ասել, բայց այնքան այսպես դիպուկ, ճշգրիտ, կետային ամեն ինչի մասին խոսում եք եւ հիմա ես հասկանում եմ թե ինչի ձեզ հետ իրականում շատ հաճույքով նաև շփվում են պատվիրատուները եւ մեկ եթե հատկապես անհատական է մեկ աշխատանքից հետո դառնում կարծես այսպես մշտական այո միշտ այդպես է լինում ես շատ շնորհակալ եմ ես ուզում եմ որ իսկապես ձեր ծրագրերը իրականանան ուզում եմ որ շատ լինեն մարդիկ ովքեր որ այսպիսի նոր գաղափարների նաև կողքին կկանգնեն եւ իհարկե ձեր պատվիրատուների այդ հզոր բանակն ավելի մեծանա ոչ միայն արդեն եղած հյուրանոցային, ռեստորանային բիզնեսի են ինչը որ կապված է զգեստների հետ, լոգոները, հա, այդ համազգեստի, այլ նաև անհատական, որովհետև այստեղ Կարինե Գասպարյանի այսպես միտքը նաև մշակութային շատ հետաքրքիր լուծումներ է առաջարկում։ Շնորհակալ եմ շատ ինձ իրականում շատ հաճելի էր։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, հաճելի էր ձեզ հետ Լիլի ջան։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, գիտեք, լինում են դեպքեր, երբ մարդկանց հետ հանդիպում ես, զրուցում ես, աշխատանքները նայում ես, դու հասկանում ես, որ այստեղ ինչ-որ մի բան ավելի տարբեր է։ Բացի նրանից, որ AK Design ընկերության, հա, աշխատանքները ասեղնագործած արդեն տեսնում եք, հա, պատվիրատուները, շատ հեղինակավոր ընկերություններ, որովհետև այստեղ ամեն ինչ մտածված է, ամեն ինչ այսպես շատ ճշգրիտ, շատ համաչափ, գեղեցիկ ու որակյալ։ Մենք այսօր զրուցում էինք շատ հետաքրքիր ու շատ տարբերվող իսկապես պրոֆեսիոնալի հետ համակարգչային ասեղնագործության AK Design ընկերության համահիմնադիր Կարինե Գասպարյանի հետ ու ես շատ ուրախ եմ որ կանայք ովքեր կարողանում են հստակ հասկանալ ուր պետք է գնալ ովքեր կարողանում են իրենց մեջ արվեստ կրել կարողանում են նաև քայլեր հստակ քայլեր մշակել ու այս քայլերով գնալ դեպի հաղթանակներ։ Ի վերջո, ամեն անգամ ինձ համար հաճելի է լինում, երբ ես վերջում կարող եմ ասել, եթե այս ասպարեզում խնդիր ունեք, միանշանակ մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի հրաշալի, պատասխանատու, պրոֆեսիոնալ, բոլոր եւ որակի, եւ ժամկետների, եւ նաեւ եթե ստեղծագործելու այդպիսի մաս կա, այս առումով իսկապես անթերի արդյունք կունենաք, կարող եք դիմել այս հեռախոսահամարով ու հասցեով։ Իսկ ինչ վերաբերում է զրույցին, կարծում եմ, որ Կարինե Գասպարյանի հանդարտ, հանգիստ, առանց բարձր բառերի ու շատ լակոնիկ խոսքը ընդամենը մի բանի մասին էր։ Եթե ունեք երազանքներ, ապա վստահ եղեք, որ դանդաղ, բայց հստակ քայլերով դրանք իրականություն կդառնան։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։